Զինծառայողը քաղաքավարության կանոնների պահպանման օրինակ պետք է լինի ոչ միայն զորամասում, այլև հասարակական վայրերում։ Պետք է մշտապես լինի կոկիկ զինվորական համազգեստի կրման կանոնների խիստ պահպանմամբ եւ աչքի ընկնի պատասխանատվության բարձր զգացումով։ Հասարակական վայրերում զինծառայողների կարգապահության համար պատասխանատու է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը։ Օրեր առաջ անցկացվեց Կարգազանց 2025 միջոցառումը, որի նպատակը Կարգազանց զինծառայողներին հայտնաբերելն էր։ Ռազմական ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Արթուր Մուրշատյանը վերջին հրահանգներն է տալիս ենթականերին ու պահանջում խիստ ուշադրություն դարձնել հատկապես քաղաքացիական մեքենա վարող զինծառայողներին, ստուգել բոլոր փաստաթղթերն ու անհրաժեշտության դեպքում համագործակցել ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության հետ։ Մեր վերլուծությունները բերել են հետևյալ հետևությունների, որ կան զինծառայողներ, որոնք համազգեստի առկայությունը ընկալում են որպես ոչ թե պարտավորություն, այլ տարբերվելու գիտակցություն, զինծառայողներ, որոնք չունեն օրինակ վարորդական վկայական, համազգեստի ընկալման խեղաթյուրման արդյունքում համազգեստով մեքենա են վարում, որի հետևանքով նաև ունենում ենք ավտոտրանսպորտային պատահարներ։ Նման դեպքերը անհետևանք չպետք է մնան, ասում է ռազմական ոստիկանության գնդապետն ու հավելում, օրինազանց զինծառայողներին հայտնաբերելու դեպքում հենց իրենք են հրավիրում պարեկային ծառայությանը համապատասխան վարչարարություն իրականացնելու համար։ Արթուր Մուրշատյանը զինվորականներին հորդորում է անկախ կոչումից ու զբաղեցրած պաշտոնից մեքենա վարել միայն վարորդական վկայական ունենալու դեպքում։ Ռազմական ոստիկանության ուշադրության կենտրոնում են նաև ՊՆ պետհամարանիշներով մեքենաների վարորդները։ Տվյալ տրանսպորտային միջոցի կազմեցինք արձանագրություն թերի լրացված փաստաթղթերի պատճառով։ Կազմված արձանագրությունը ուղարկում է զորամաս ու այնտեղ հրամանատարությունը որոշում է հետագա ընթացքը։ Ռազմական ոստիկանությունը Կարգազանց միջոցառման շրջանակում համապատասխան վայրերում իրականացնում է նաև հետիոտնային ծառայություն։ Գործառույթը նույնն է, ինչ ավտոկարգախմբերի դեպքում։ Զինծառայողի նույնականացում արտաքին տեսքի ու փաստաթղթերի ստուգում։ Լուսադեմից իրականացնում ենք Կարգազանց միջոցառման շրջանակներում հայտնաբերում ենք համազգեստի կրման կարգը խախտած զինծառայողներին։ Եթե զինծառայողի մոտ առկա չէ փաստաթղթերը, տեղափոխում ենք բաժին անձնույնականացնելու նպատակով։ Տարվա ընթացքում մենք պլանին համապատասխան մի քանի միջոցառում նմանատիպ իրականացնում ենք։ Շատ կարևոր է հասարակության ընկալումներում զինծառայողի կարգապահ զինծառայողի կերպարը արմատավորելու խնդիրը լուծել եւ ըստ էության այս նմանատիպ միջոցառումները նաեւ միտված են դրան։ Միջոցառման ընթացքում Կարգազանց զինծառայողների վերաբերյալ կազմված արձանագրություններն ու միջնորդագրերը կուղարկվեն վերադաս հրամանատարությանը ծառայողական քննություն անցկացնելու եւ խախտում կատարած զինծառայողներին համապատասխան կարգապահական տույժի ենթարկելու նպատակով։ Տաթևիկ Աբրահամյան, Հովանես Գրիգորյան, Սինուշ։